Ադրբեջանին այդ խաղաղության պայմանագիրը բացարձակ պետք չէ։ Խաղաղությունը միշտ լինում է արժանապատիվ։ Քաղաքացու ոչնչացումը քաղաքացու մեջ։ Հռչակագրի հանելը սահմանադրությունից ուղղակիորեն նշանակում է սուվերենության կորուստ։ Ովքեր եք դուք, որ չեղած ձեր հալով մտավորականություն եք իբր դաստիարակում։ Այս մեգա հիմար պրոյեկտները նիկոլական իրականություն են դառնալու։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Պարոն Մանուկյան, արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը այսպես առերես փորձեր են անում խաղաղության եզրել գտնել միմյանց հետ։ Խաղաղության համաձայնագիր են փորձում կնքել, նախ հայտարարվեց, որ այն պայմանագիրը, այնուհետև պարզվեց համաձայնագիրը եւ արդեն մնում է որոշել տեղն ու վայրը, թե որտեղ են կնքելու այդ համաձայնագիրը։ Նախ արդյոք դուք հակված եք մտածելու, որ այդ պայմանագիրը կկնքվի եւ արդյոք ինչ է տալու խաղաղության պայմանագիրը Հայաստանին։ Շնորհակալ եմ, ոչ միայն հակված չեմ, այլ վստահ եմ, որ այդ պայմանագիրը չի կնքվելու, որովհետեւ պայմանագիրը մեկ կողմ ուզում է, դա Հայաստանն է ուզում ամենաանարժանապատիվ դրսևորումներով, Ադրբեջանին այդ խաղաղության պայմանագիրը բացարձակ պետք չէ, որովհետեւ Ադրբեջանի դեմ կա կանգնած մի իշխանություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը միայն պահանջ ընդունող է։ Պահանջները շատ են, պահանջները վերջ չունեն եւ քանի որ մի կողմը միշտ պատրաստ է զիջողությունների, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջողության եւ Ալիևը դա հասկանում է, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ այնպեսին է, որ ոչ միջազգային կառույց չի աշխատում, ոչ մի կանոնակարգ չի աշխատում, Հայաստանից փորձելու է կորզել առավելագույնը։ Մասնավորապես մի քանիսը կան, որոնք ուղղակի մեր սուվերենությանը վնասում են, կազմաքանդում են ուղղակի մեր երկիրը, դա փախստականների վերադարձն է, դա մեր միջազգային դատարաններում հայցերից հետ կանգնելն է, սահմանազատումը, ինչպես գիտեք, գնում է ոչ հայաստանյան օրակարգով, գերիների վերադարձն է, որը ամենևին չի քննարկվում, բացարձակ այդ խնդիրը չկա։ Մի խոսքով Մինսկի խմբի լուծարումն է, որը խայտառակություն է։ Բոլոր դեպքերում այն ինչ որ ես ասեցի, միակողմանի զիջումներ են, ոչ մի զիջում Ադրբեջանի կողմից փոխադարձ չկա։ Մի օրինակ միայն ասեմ, որ ինձ շատ հուզում է եւ դա այսպես համաշխարհային կանոն է Ղարաբաղի մշակութային արժեքների ոչնչացման հարցը, օրերս ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Հայաստանն է տերը Ղարաբաղի հուշարձանների պահպանության, որտեղ կանք հայկական հուշարձաններ են, շուտ 300 եկեղեցի, 400 գերեզմանատուն, մի քանի հազար խաչքարեր եւ այլն։ Մշակութային շատ լուրջ ժառանգություն, շատ լուրջ հարստություն եւ եթե մենք ստորագրենք այդ հայցերից հետ կանգնելու պայմանագիրը, որը պետք է խաղաղության պայմանագրի մեջ լինի, որի մեջ ներառում է նաեւ այն, որ մենք այսուհետ էլ որևէ հայց ներկայացնելու իրավունք չունենք, դա նշանակում է, որ մենք նույնիսկ այս խնդրից պետք է հրաժարվենք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սուրբ օրենքներից մեկն է յուրաքանչյուր երկրում ինչ կրոն, ինչ երկիր, ինչ կոնֆլիկտ ուզում է լինել, մշակութային արժեքների պահպանության օրենքը, մենք կամովին հրաժարվում ենք այդ հուշարձանների պահպանության խնդրից։ Ամփոփելով, այսպես ասեմ, խաղաղության պայմանագիրը միայն ու միայն Հայաստանի սուվերենության հաշվին է եւ դա ոչ մի լավ բանի մեզ չի բերելու։ Պարոն Մանուկյան, հիշեցնեմ նաև այն, որ մենք հայկական կողմը ետ է վերցնում բոլոր միջազգային հայցերը ներկայացրած միջազգային կառույցներին, բայց մենք տեսնում ենք սրան զուգահեռ, որ Ադրբեջանը նոր հայցեր է ներկայացնում, որ ականապատման քարտեզները ճիշտ չի տրամադրվել, սխալ քարտեզներ են տրամադրվել, սա ինչ նպատակով է արվում եւ արդյոք ընդհանրապես հնարավոր կլինի երբևէ Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։ Իհարկե հնարավոր կլինի, մենք էլ միշտ ձգտել ենք դրան, բայց խաղաղությունը միշտ լինում է արժանապատիվ, ոչ թե մուրացիկի եւ ծեծողի հարաբերություններ։ Իհարկե դրա համար լուրջ ծրագրեր են պետք, լուրջ գործեր են պետք, Հայաստանի պաշտպանմակությունը պետք է ավելանա, Հայաստանի բյուջեն պետք է ավելանա, Հայաստանի բարեկամների թիվը պետք է ավելանա,
Հայաստանի արտաքին դիվանագիտական դիրքորոշումները, կողմնորոշումները պետք է adekvat լինեն, ինչ բացարձակ այդպեսին չէ։ Այսինքն դա լրջագույն ծրագիր է, բայց այդ ծրագրին պատրաստվելու համար պետք է ունենալ նորմալ իշխանություն, վստահություն այդ իշխանության նկատմամբ, համերաշխության մթնոլորտ երկրի ներսում, որի դեպքում միայն կարող ես այդ լուրջ մարտահրավերներին դիմակայել։ Օրինակ, մի էլեմենտար բան, եթե դու գերիների հարցը չես մտցնում այդ ձեր ասած խնդրի շուրջ, գերիները մնում են, ստորագրում ես այդ հայցերից հրաժարվելու պայմանը, այնուհետև դու նույնիսկ հետո անգամ ըստ միջազգային կանոնների չես կարող այդ գերիների ազատման խնդիր դնել, որովհետև դու հրաժարվում ես, որովհետև դա նույնպես Ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում է եղել։ Իսկ եթե դու ստորագրում ես այդ Ղազագիրը, որ ոչ մի խնդրի շուրջ այլևս հայց չես ներկայացնելու միջազգային դատարաններ, պարզ է որ դու կամովին հրաժարվում ես դրանից։ Ամենակարևորը քո պատրաստված լինելն է, քո պատրաստակամությունն է այդ խնդիրներին դիմակայելու, պատրաստվելու, մինչդեռ մեր իշխանությունները ամբողջապես հակառակությամբ են գնում, ամբողջապես հակառակությամբ, ես մի օրինակ, եթե թույլ կտաք բերեմ, վերջերս են արդեն շատ վերլուծաբաններ են սրա մասին խոսում, Հայաստանում այս իշխանությունները տարածում են հիասթափության մթնոլորտ, հուսահատության մթնոլորտ, որ ոչինչ չեն կարող անել, ժողովրդի մեջ շատ օրինակ տարածված է, որ խեղճ Նիկոլ ինչ կարող էր անել։ Այդ ռուսները վատն են, թուրքերը ահավոր են, եվրոպացիք մեզնից ձեռ են քաշել, Հայաստանը ինչ կարող է անել։ Եվ այս հիասթափությունը, այս ապատիկ վիճակը, հուսահատության վիճակը տարածված է։ Ես կարող եմ նույնիսկ այսպես թվեր ասել, տարբեր վիճակագրական բաներ ցույց են տալիս, որ եթե ասենք թե վաղ ընտրություն լինի կամ մի քանի ամիս հետ ընտրություն լինի, ես կարծում եմ կարող է մասնակցել 20-30%-ը, ոչ ավելին։ Դա նշանակում է, որ մնացած երկու անգամ ավելի մարդիկ, քանակը, ընտրողների քանակը пассив է, որևէ բանի հետ հույս չի կապում եւ ինքը չի մասնակցելու ընտրության։ Դա նշանակում է, որ այս դեպքում, երբ ասենք քո երկիրը համապետական ընտրություններում ունենա 30% պայմանական ակտիվություն, ընտրություն, այդ 30-ի մեջ վարչական լծակը եւ իշխանական լծակը եւ ասենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ունեցած 8-9% ռեյտինգը կարող է առաջին տեղ դուրս գալ։ Այսինքն 100-ից մասնակցում է 20-ը, 20-ից 5-ը տալիս է, ասենք, Նիկոլ Փաշինյանին, մնացածները չեն գալիս քվեարկության կամ բաժանվում են 10 տեղի, էլի կարող է առաջին տեղ, բայց ասենք նվազագույն 5% արդյունքով վարչական լծակ կիրառելով, հետո էլ չգիտեմ ինչ լծակներ կիրառելով, կարող են իրենք իշխանություն պահել։ Այսինքն իրենց խնդիրը հետևյալն է՝ տարածել մասսայական համատարած հիասթափություն, որի դեպքում ընտրական պայքարը կարող է դառնալ ձևական պայքար, մի մասի պայքար, որի դեպքում իրենց հնարավորությունները կարող են շատ լինել։ Եվ սա ակնհայտ երևում է բոլոր գործողություններով, իրենց բոլոր գործողություններով քաղաքացու ոչնչացումը քաղաքացու մեջ, մարդու մեջ քաղաքացուն կոտրելը, որը գնա քվեարկության իր քաղաքական դիրքորոշումը արտահայտի, եւ առաջ անցնելով ասեմ, որ սա պետք է լինի քաղաքական ուժերի, կուսակցությունների, մտավորականների, բոլոր շատ թե քիչ մտահոգ մարդկանց անհանգստությունը, որ մինչև ընտրություններ ակտիվացնել քաղաքացուն, ոչ թե հիասթափվածը, որը մեծամասնություն է կազմում, իր չմասնակցելով լրջագույնս ազգի ընտրությունների վրա։ Սա է մեր խնդիրը, քաղաքացուն բացատրել, հասկացնել, ակտիվացնել, որ բոլոր դեպքերում ինքը պետք է մասնակից լինի իր երկրի ճակատագրի որոշմանը։ Մենք դեռ կանդրադառնանք համապետական ընտրություններին, վերադառնանք նորից խաղաղության պայմանագրին, տեսեք, ինչու չկա երրորդ կողմ այս համաձայնագրի շուրջ եւ ինչու է Հայաստանը անընդհատ խուսափում բանակցություններում եւս երրակողմ բանակցային փուլ տանելու համար, երրակողմ բանակցություններ վարելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար, աշխարհի բոլոր կոնֆլիկտների լուծման մեթոդոլոգիան հետևյալն է։ Երկու կոնֆլիկտող կողմերի մոտ միշտ լինում է մեկ դատավոր։ Մեկ դատավոր, որը անաչառ է կամ փորձում է անաչառ լինել կամ ուժեղ է։ Հետևյալ դեպքում ոչ թե բարոյականությունն է կոնֆլիկտող կողմերին զսպում, այլ ուժեղը, ազդեցիկը եւ շահագրգիռը։ Տվյալ դեպքում օրինակ Մինսկի խումբը հենց այդպիսի խումբ էր։ Մինսկի խումբը այնքանով էր հզոր, որ այն 3
միջուկային գերտերությունների ներկայացուցիչներից էր կազմված եւ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն չէին կարող այդ երեք գերտերությունների դեմ դուրս գալ։ Այսինքն այդ միջնորդ կազմակերպությունը, որը կոչվում էր Մինսկի խումբ, լրջագույն ազդեցություն կարող էր ունենալ երկու կողմերի վրա եւ դա երաշխիք էր։ Եվ այս դեպքում նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրում կամ հաշտության պայմանագրի ստորագրումը երաշխավորվելու էր հենց այդ երեք երկրների նախագահների անունով։ Այսինքն երեք գերտերությունների երկրներն էին դառնում գարանտ այդ խաղաղության պայմանագրի իրագործմանը կամ չխախտմանը։ Հիմա գանք այսօրվա մեր օրերին։ Իհարկե դրա վերացնելը հիմարություն է, դա միայն ու միայն Ադրբեջանի պահանջն է։ Ես 100%-անոց եմ ասում, Հայաստանի ցանկությունը չէ, որ միջնորդ երկրներ չլինեն։ Հայաստանին պարտադրել է Ադրբեջանը, որ երրորդ կողմ չլինի, որովհետև այս դեպքում ուժերի հարաբերակցությունը իօքուտ Ադրբեջանի է։ Հիմա այս բանակցությունների ընթացքում եւս պարտադիր է լինի որևէ դատավոր, որևէ միջնորդ, որը կարող է եւ ազդեցություն ունենալ եւ կարող է միջնորդ լինել հետագայում նաեւ վերահսկելու այդ պայմանագրի կետերը կատարելուն, որովհետեւ երկու երկրի ստորագրության դեպքում երկուսից մեկը կարող է խախտել, ով է դրա գառանտը, ով է դրա պահպանը, որ այդ ստորագրած պայմանագիրը գործի կամ չխախտվի։ Ուստի այդ առումով նույնպես դիվանագիտական կոպտագույն սխալ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իբր համաձայնում են սահմանների հարցը, պայմանագրի հարցը, բոլոր մնացած հարցերը լուծել առանց երրորդ կողմի։ Դա միջազգային պրակտիկայում ընդունված ձև չէ։ Հայաստանն ու Ադրբեջանը փակ բանակցություններ են վարում խաղաղության պայմանագրի շուրջ, խաղաղության համաձայնագրի շուրջ եւ մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը միայն Ալիևի հայտարարություններից է կարողանում ենթադրել, թե ինչ բանակցություններ են ընթանում։ Դրանցից մեկը Ալիևի այն պահանջն է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, ինչը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախապատրաստում է անել 2027 թվականին։ Սահմանադրությունը ինչու են ուզում փոխել, ինչ են ուզում այստեղից հեռացնել կամ վերամշակել։ Դա նույնպես մեր դիվանագիտական խայտառակություններից մեկն է, որովհետև հռչակագրի հանելը սահմանադրությունից ուղղակիորեն նշանակում է սուվերենության կորուստ։ Դա նշանակում է հրաժարվել մեր ծննդականից, մեր պետության հիմնադիր փաստաթղթից, դա քաղաքական առումով, դա նշանակում է ուղղակի դուք ինքնուրույնությունից հրաժարվում եք, քո սուվերենությունից հրաժարվում եք։ Այդ չեմ ասում, որ հռչակագիրը օրենսդրական ակտ է։ Նա սովորական օրենք չէ, որ կարողանաս փոխել, նա պետության ստեղծման մասին է փաստաթուղթը։ Եվ եթե դու հեռացնում ես այդ փաստաթուղթը սահմանադրությունից, ուղղակիորեն հրաժարվում ես քո այն հայտարարակից, որով ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Դե ասում են անկախության հռչակագիրը մեր չգոյության մասին է, պետության չգոյության մասին է։ Դա հաջորդ դրսևորումն է, որովհետև չի կարող պետության ծննդականը պետության ոչնչացման հիմք լինել, ինչպես նույն հիմարությունը արտահայտում է, թե Ղարաբաղյան հարցը ներդրվել է մեր մեջ անկախությունը կորցնելու առումով։ Դա հիմարությունների շարք է, երկիր ապապում մոնտաժելու հարց է, եւ եթե թույլ կտաք ձեր համաձայնությամբ այդ երկիր ապամոնտաժելու ներքին մի քանի բանի անդրադառնալ, որովհետեւ ինչ խոսեցինք արտաքին բանն է, շերտն է, որտեղ մենք կոլապսի մեջ ենք ուղղակի, դիվանագիտական կոլապսի, բայց երկու խնդիր կա, որի մասին չեն խոսում շատերը։ Այն հարցերը, որ դուք տվեցիք, քաղաքական դաշտի բոլորի խոսակցական թեման է, բոլորի։ Իհարկե դա թոփ թեմա է, ակտուալ թեմա է, լրջագույն թեմա է։ Հայաստանում ես առնվազն 5-6 ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ եմ ուսումնասիրում եւ դրանցից 1-2 ուզում եմ ձեզ ներկայացնել։ Մեկը դա Հայաստանի գյուղերի ոչնչացումն է ուղղակի դպրոցների միջոցով։ Մեր լսողներին տեղակ բան, որ Հայաստանում կա 1400 դպրոց, 1400 դպրոցից 540-ը Երևանում է։ Այդ դպրոցներից 1400 դպրոցներից 250-ը, այս թիվը հիշեք 250 դպրոց ունի մինչև 100 աշակերտ։ Սա ազգային ողբերգություն է, երբ քո ամեն 5 դպրոցից 1 աշակերտ չունի։ Այդ չեմ ասում, որ ամեն 10 երեխուց մեկը դպրոց չի գնում, դպրոցահասակ երեխաներից եւ
Մեր խելոք իշխանությունները այսպիսի որոշում են կայացրել եկող տարվանից օպտիմալացնում են դպրոցները եւ այս 100-ից պակաս դպրոց ունեցողները պետք է միավորվեն, ամեն մեկը մի գյուղում են դրանցից։ Դա նշանակում է 250 գյուղի դպրոցներ պետք է որոշեն 2-3 գյուղից մեծը կամ կենտրոնը, այն երկու դպրոցները փակեն։ Եվ իբր թե ավտոբուսներով պետք է երեխաներին ամեն օր Բայց նպատակը ո՞րն է։ Նպատակը, որ իբր ուսուցիչներին վարձատրել դժվար է, շենքային պայմանները պահելը դժվար է, քիչ աշակերտներով դպրոցներ պահելը արդյունավետ չէ, մեկ ուսուցիչը 3 առարկա է պարապում, առաջինի 4 դասանցիները 1 դասասենյակում են նստում, իհարկե այս ամենը կա, բայց այս խնդիրը իրենց մոտ զուտ մեխանիկական է, այսինքն միացնել մի քանի դպրոց, որպեսզի լավ դպրոց լինի, նոր շենքում լինի, բայց էլեմենտար բան չեն հասկանում, որ դպրոցական, գյուղական դպրոցները ամենևին միայն կրթական հիմնարկներ չեն։ Այն գյուղերը, որտեղ չկա դպրոց, այդ գյուղը ակնհայտորեն ոչնչացման եզրին է, որովհետև ընտանիքները գյուղերում պահվում են, մնում են, ապրում են միայն նրա համար, որ երեխեք այդտեղ դպրոց են գնում։ Իսկ Հայաստանում այսօր շատ են նման գյուղերը։ 250 ձևի գյուղ ունեն, 250 ձևի դպրոց ունեն, որոնք փակման ենթակա են, եւ ձեզ հավատացնում եմ, իմ փորձը շատ է տարումով, Սերգո Երիցյանն էլ մի պահ օպտիմալացման ծրագիր արեց, որը ձախողվեց։ Մեր դպրոցները, գյուղական դպրոցները, նաեւ մշակութային օջախներ են, նրանք մտավորականության կենտրոն են այնտեղ։ Հավաքվելու, զրուցելու, ժողովներ անցկացնելու, քննարկումներ անելու, հյուրեր ընդունելու, տարբեր միջոցառումների։ Այդտեղ է կենտրոնացված, ասենք, գյուղական շատ թե քիչ գրաճանաչ մարդը, չգիտեմ, նկարիչը, ուսուցիչը, սպորտսմենը, այդ դահլիճում, այդ դասարաններում են, կյանքը այդ գյուղերը մենակ այդ մի կենտրոնն է, որ եռում է։ Եվ այս ծրագիրը, եթե Աստված չանի եւ Նիկոլը մնա այս ծրագիրը իրականացնի, ես ձեզ երաշխավորում եմ, որ այդ 100-ից 150 գյուղերը ուղղակի ոչնչանալու են։ Ինչու եմ սա կապում անվտանգության հետ, որովհետեւ այդ գյուղերի մեծ մասը սահմանամերձ գյուղեր են։ Եվ եթե սահմանամերձ գյուղում դպրոց չկա, այդ գյուղը շատ հեշտությամբ պատրաստ է դատարկվելու գնա կողքի գյուղը, էլ չեմ ասում դա իրականանալի էլ չէ։ Ես 7 տարի աշխատել եմ հեռավոր գյուղերում որպես ուսուցիչ, եւ ձեզ ասեմ, որ ասենք ձմեռվային ծանր օրեն, երբ որ մի քիչ շատ ձյուն էր գալիս, ավտոբուսը կամ մեքենան չէր բարձրանում գյուղերը, հնարավոր չէր բարձրանալ, ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ հայկական գյուղերը լեռնային են, ծուռ-մուռ ճանապարհներով են, այնտեղ ուղղակի process հնարավոր չի անցկացնել, ել չեմ ասում այդ սառնամանիքներին, երեխեքին սառած ճանապարհներ ուղարկես կողքի գյուղ, հետո հետ գաս, առաջի դասանցին 3 ժամ ունի, 10-րդ դասանցին 7-8 ժամ ունի, ոնց են այդ կազմակերպելու։ Սա տկարամտության արդյունք է, սա Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը ոչնչացնելու ծրագիր է եւ մտավորականությունը ես կարծում եմ պետք է ուշքի գա, խելքի գա այս ոչնչացնող ծրագրերի դերն Դե կրթվելը նորաձև է շրջանակներով, նրանք տարբեր գյուղեր են գնում, գուցե հենց իրենք են կրթելու։ Եկեք այսպես ասենք, էլի ես միշտ խոսում եմ գլոբալ խնդիրներից, հիմա թե Աննան ընդ ինչ հիմարություններ կասի, դա վաղը կարող է չլինել, Աննան չլինի, այդ հիմարությունները վաղը չեն լինել։ Բայց իմ ասած խնդրի իրականացման դեպքում, եթե ասենք 150 գյուղի դպրոց ոչնչանում է, գնում է հարևան գյուղ եւ այդ գյուղի դպրոցը փակվում է, սա երկարաժամկետ վնասի ծրագիր։ Պարոն Մանուկյան, ինչ կրթության հետ կապված, սա իմ ցավոտ թեման է։ Այդ 1400 դպրոցից 300-ը տնօրեն չունեն։ Այդ 1400 դպրոցներ մոտ 30-32,000 բան կա, ուսուցիչ կա, որոնցից ոչ մեկը չի ուզում գնա վերապատրաստման, 5% անգամ չի դիմել այս ընթացքում վերապատրաստման գնա, որպեսզի աշխատավարձ Ինչու՞։ Նպատակահարմար չի, ասենք թե պայմանական եմ ասում, կարող է 70,000 դրամ աշխատավարձ դառնա 100,000 կամ 120,000, մեկը դա խնդիր չի լուծի։ Խնդիրը պետք է ռադիկալ լուծվի եւ ֆինանսների լրջագույն ֆինանս հատկացնելով Ֆինլանդիայի նման երկիրը ուսուցիչը ստանում է նախարարի չափ աշխատավարձ, նախարարի չափ։ Իսկ էլի փաստերով խոսեմ, ես միայն փաստերով եմ խոսում, իմ անձնական կարծիքը այստեղ համարյա գոյություն չունի։ Մի 8 տարի առաջ մեր
պետական բյուջեից կրթությանը հատկացում էր 9.7%, հիմա 8.7, այսինքն գնալով այս իմ ասած խնդրի շուրջ այդ ռազմավարական մտածողության արդյունքում փոխանակ կրթության քաշը, դերը, ֆինանսավորումը, նպաստները ավելացնես, ընդհակառակ կրճատվելով գնում է, որը կբերի լրիվ քայքայման։ Մի օրինակ էլ ասեմ կրթության հետ կապված, սարսռել օրինակ է, կրթության շրջանառության առումով, գումարների առումով, Հայաստանի կրթական գումարները բաշխված են այսպես, ուշադիր եղեք, 91%-ը Երևան, մնացած 9%-ը մնացած բոլոր մարզերը։ Սա նշանակում է, սա ամայացնում ենք թշնամին այդպես չի կարող վարվել մի երկրի հետ, երբ դու ամայացնում ես Հայաստանը, վերացնելով Հայաստանի բացի Երևան մնացած մասերը։ Այստեղ մի սա կարծում եմ համոզեցի, որ ռազմավարական Հայաստանի անվտանգության խնդիրներից մեկն է, մեկը իրանք այսքանը չեն հասկանում, իրենք ասում են, մի հատ սիրուն դպրոց լինի, վարչապետն էլ գնա այդ կախիչը ստուգի, դահլիճի բասկետբոլի ցանկը ստուգի, դա է իր մեթոդի առումով, գիտության առումով, ռազմավարական առումով, որ դա եւ անվտանգության խնդիր է, եւ դեմոգրաֆիայի խնդիր է, եւ կրթական խնդիր է, եւ գյուղերը պահելու, դա նաեւ նշանակում նաեւ գյուղատնտեսություն պահելու խնդիր է, այս ձևի մտածողություն իրենց մեջ բացարձակ գոյություն չունի։ Հիմա մյուս խնդիրը, եթե թույլ կտակ առանց ձեր հարց տալու անցնեմ, որը էլի կատաստրոֆայի կարող է բերել Հայաստանը, դեմոգրաֆիկ ներքին ներգաղթն է, ինչը տեղի է ունենում Հայաստանում։ Այսպեսի օրինակներ ձեզ բերեմ, էլի փաստերով, սա բոլորը վիճակագրական պետական կոմիտեի թվերն են։ Հայաստանում ծառայությունների 87% ամբողջ ծառայությունների իրականացվում է Երևանում։ Դա նշանակում է ռեստորաններ, տաքսի ծառայություններ, վարսավիրանոցներ, լվացկատներ, բոլոր ծառայությունների առումով Երևանը ուղղակի կլանել է ամբողջ Հայաստանը։ Այստեղ տաքսիստներն աշխատում Գյումրիից, Վանաձորից, բոլոր տեղերից գալիս են, այստեղ են աշխատում։ Այստեղ են գալիս քարտաշները, այստեղ են գալիս ասֆալտ փռողները, այստեղ բոլորը այստեղ են, բոլորը գյուղերը դատարկվում են։ Եվ գյուղերում այդ մարդիկ, որ պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ, իրենք հիմա զբաղվում են Երևանում կաֆել խփելով կամ պատշարելով։ Ես ձեզ ուրիշ թվեր ասեմ, օրինակ Հայաստանը մնացած 10 մարզերի առումով 4 ամենաթույլ մարզերը մեր, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Սյունիքը, այդ բոլորը իրար հետ կազմում են այդ սպասարկման ծառայությունների առումով 3-ից 4%։ Շինարարության առումով ասեմ, ինչ այս բումը շատերին ոգևորում են, առևտուր կա, շրջանառություն կա, շինարարություն գնում, սա ոչնչացնում է գյուղը։ Հայաստանի շինարարության բնակֆոնդի 66-67%-ը Երևանում է միայն։ Էլի դա նշանակում է մնացածները չկան։ Այս պահին Երևանում 350 բարձրակ բազմաբնական շենք է կառուցվում։ 350, մարզերում 1-2 են ընդամենը։ Մի հատահավոր թիվ ասեմ, ամենասաստկալի թիվն է։ Հայաստանի անշարժ գույքի շրջանառությունը առուծախը Հայաստանի համամասնության մեջ այդ տոկոսը կազմում է 93%։ Դա նշանակում է այդ ամբողջ գումարները, ամբողջ առուծախ, ամբողջ վաճառքը, արքը, խանութը, գիտեմ, ռեստորանը, բնակարանները, գարաժները 93%-ը Երևանում են, 7%-ը բոլոր մնացած 10 մարզերում։ Սա Հայաստանը դեգեներատ մարմին սարքելու եւ գլուխը 5 անգամ մեծ է թվերն ու ոտքերը բան են, թույլ են, չկան, փոքր են, սա այդ քաղաքականության իրականացնում է։ Եվ հիմա այդ քաղաքականությունը շարունակվում է։ 93%-ը դա բացատրելու կարիք էլ չկա։ Մի երկու ուրիշ թիվ ասեմ, մանրածախ առևտուրը, միայն մանրածախ առևտրի 73-74% Երևանում է։ Այսինքն հասկանում եք, մի քիչ աշխատում է Գյումրին, շատ քիչ, մի քիչ տուրիստական բան կա այնտեղ, մնացած տեղերը կյանք չկա։ Մնացած տեղերում, ասենք, Վայոց ձորը, որ մեր այս պայն խոցելի անվտանգային առումով, նորից գալիս եմ անվտանգության թեմային, 1% չի կազմում։
Դե ստացվում է Հայաստանը անկախություն ձեռք բերեց, որպեսզի մենակ Երևանցին ապրի, թե Անկախության Երևանում ապրի։ այդ դա մի կապ է, որովհետև այս քաղաքականությունը ընդամենը վերջին տարիների քաղաքականություն է։ Այդ նախկիններում չի եղել այսպեսի արտոնություններ Երևանում շինարարություն ստեղծելու համար։ Նախկինում Գյումրի կամ Վանաձոր տաքսիներ այնտեղ էին աշխատում, ոչ թե Երևանում էին աշխատում։ Նախկինների ժամանակ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Ինչի հետևանքն է, որ հիմա ինչ նպատակով է այս իշխանությունը այդ ամենը անում եւ կխնդրեմ, որովհետեւ կարեւորագույն հարցեր եք բարձրացնում, դուք ինչ լուծման տարբերակներ կառաջարկեք։ Արտոնությունները պետք է գնան շրջաններ, ծայրագույն հեռու սահմանամերձ գյուղերում, որովհետեւ արտոնություններից է օգտվում։ Մանկավարժական ավարտածները կարող են գյուղերում աշխատել, այդ ամբողջ աշխատանքի ընթացքում ես 7 տարի աշխատել եմ, դու կարող ես բանակ չգնալ, դա նշանակում է զինվորի փոխարեն ուսուցիչ ես ունենում, ամուսնություններ խրախուսվում, դու կարող ես 2 երեխա ունենալ մինչև 27 տարեկան եւ կրկին բանակից ազատվում ես, դա նպաստում էր նաեւ ծնելիության բարձրացմանը, ընտանիքների Բայց այստեղ էլ երկրորդ մյուս խնդիրը կունենանք, փաստորեն զինվոր չենք ունենա։ Բանակին կխփենք։ Զինվոր ունենալու համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանից չփախնեն։ Զինվոր ունենալու համար հարկավոր է ստեղծել կազարմաներ որակով, սնունդը որակով լինի, զենքը որակով լինի, պաշտպանված լինի, սպանություններ չլինի, մոտավորապես կոպիտ հաշվարկով եմ ասում, տարեկան մենք 100 զոհ ենք ունենում խաղաղ պայմաններում, այդ զոհերի դեմը պետք է առնել, որպեսզի ծնողը ոգևորված լինի, ուրախ լինի կամ գոնե վախեցած չլինի, սա բան չլինի, երեխայի կյանքի համար բան չլինի, չնողա եւ ուղարկի բանակ, այսինքն բանակ զինվոր պայլուն բազմաթիվ աշխարհի փորձի կիրառման անհրաժեշտությունը կա եւ մենք կարող ենք այդ փորձը կիրառել, պայմանագրերին լավ փող տաս, երկու բան կա, որ պետության բյուջեի մեծ բանը պետք է գնա, բանակ կրթություն, ախր սա ոչ թե նոր ուսումնասիրել, բացարձակ գյուտ չեմ անում, աշխարհի բոլոր այն երկրները, որ թռիչքաձև զարգացում են ունեցել, ֆինանսավորել են իրենց բանակը, ֆինանսավորել են իրենց կրթությունը, երրորդ տեղում առողջապահությունը։ Մենք մեր մոտ 6% է այսօր առողջապահության մասը, կրթության մասը 8% է։ Այս ձևով ոչ բանակ կարող ես պայել, ոչ առողջապահություն պայել, ոչ էլ զինվոր պայել։ Այսինքն երկրի կառավարումը դա շատ լուրջ գիտություն է, շատ ծանր գիտություն է, գրագետ մարդու զբաղվելու համար բան է, միջավայր է, փորձված մարդու զբաղվելու միջավայր է, ոչ թե պոպուլիստների, ոչ թե հեծանիվ քշողների, ոչ թե լոբի մաքրողների, ոչ թե կեպի դնողների այս ծաղրոցանակը, ոչ թե ձեր ասած կրթական դասեր տալ, անկիրները, թերուսները գնում են մատենադամ դաս են կարդում, ամոթ է, խայտառակություն է, աշխարհը մեր վրա ծիծաղում է, ովքեր եք դուք, որ չեղած ձեր հալով մտավորականություն եք իբր դաստիարակում։ Այս իմ ասած խնդիրները գնացեք լուծեք։ Հաջորդ խայտառակությունն է մեծ այսպես պրոյեկտը, ակադեմիական քաղաք կոչված է։ Դա ծայրից ծայր ապուշություն է, որովհետև այդ ձևի պրոյեկտ Հայաստանում ուղղակիորեն չէր կարելի իրականացնել։ Նախ ֆինանսների առումով դա միլիարդներ է, մենք դրա տակից դուրս չենք գալու, բայց իրենք թե չգիտեմ, փող են լվանում, փող են ծախսում, մի տվյալ ասեմ։ Ուրեմն միայն ակադեմիկ քաղաքի տրանսպորտային այդ լոգիստիկ խնդիրները ուսումնասիրելու համար Հայաստանի բյուջեից գնացել է 300,000 եվրո գումար։ Այսինքն, եթե մի հատ խելոք տրանսպորտնիկ կամ ինժեներ 3 օկիանոցում նստեր այդ բաները լուծելու, մի շաբաթվա մեջ կամ մի ամսվա մեջ ամեն մեկին $1,000 աշխատավարձ տալու կարող է լոգիստիկ խնդիրներ, այսինքն ավտոբուսներ որտեղից գնան, ինչ տրանսպորտ աշխատի, ոնց գնա, ասենք թե ծրագիր իրականացվում է 300,000 եվրո դուք տալիս եք այդ մի փոքր խնդիր լուծելու համար, դրա դեմոգրաֆիկ վտանգավորությունը, տեսեք, եթե այս ծրագիրը աստված չանելի իրականացավ, Գորիսի, Գավառի, Վանաձորի, Գյումրիի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է գան աշտարակ։ Դա նշանակում են առաջին ասածին խնդրի հետ կապված, այստեղի մշակութային կենտրոնները, կրթական կենտրոնները, գիտական կենտրոնները, որոնք համալսարաններ են։ Վանաձորում 2 հատ համալսարան, 1 պոլիտեխնիկական, 1 գամակավարժական։ Ամբողջ մարզին ինքը սպասարկում է։ Եվ այստեղ հավաքված են եւ մտավոր ուժը, եւ գիտական ուժը, եւ ուսուցչական կազմը, եւ ուսանողություն, եւ կյանքայերում։ Եւ շատերը հեռավորության համար անգամ չեն գա։ Հեռավորության համար չեն գա։ Ըստ ադատի մեր ընտանիքները աղջիկ երեխաներին 4 տարով չեն ուղարկի ապրելու այդ հանրակացեն։ Եկ ուղարկեն, բոլորը չէ։ Բայց ինչ եք կարծում, ավելի հարմար չէ Գորիսում կամ
Վանաձորում կամ Գյումրիում այդ երեխեք սովորեն, այնտեղ էլ ամուսնանան, այնտեղ էլ աշխատեն դպրոցներում։ Գորիսից էլի անվտանգության առումով Վայոց ձորը ասեցի, թե ինչի է բերելու, եթե ծրագիր իրականացվի։ Բնակչություն չկա, 45,000 բնակիչ է։ Մարզ, որին ապրում 45,000 բնակիչ։ Այդ բնակիչները ինչ են լինելու։ Գորիսի եթե այդ կրթական հիմնարկները հանեցիք, ինչ է լինելու։ Պլյուս այ վախկոտն է, եթե դուք այդ հիմնարկները բերում եք, ինչու չեք կարողանում բերել ֆրանսիական համալսարանը, ամերիկյան համալսարանը, սլավոնական համալսարանը, իրանց ասած դուխները չի հերիքում, որ ամերիկյան համալսարանին էլ տարնեք աշտարակ, այդ ձեր ակադեմիական գարադոկում սովորացնեք, չեք կարող։ Ընդ որում էլ զուգադիպությունը նայեք, ամերիկյան համալսարան, ֆրանսիական եւ ռուսական երանախագահության երեք երկրների այս բանը եկավ այդ կապը։ Դու չես կարող նրանց ասել, որովհետեւ ամերիկյան համալսարանը միլիոններ, հարյուրավոր միլիոններ է ծախսել այդտեղ, լուրջ հիմնարկ է, շատ։ Ֆրանսիական համալսարանում ես մի քանի անգամ դասախոսություն եմ կարդացել, այդպիսի որակ, այդպիսի լավ կազմակերպվածություն, սլավոնական առավել եւս, ընդ որում ազատ մարդկանց համալսարաններ են սրանք։ Սլավոնականում կարող ես հանգիստ քաղաքական կարծիք ասել, բաների անդիմադիր քաղաքական գործիչների հրավիրել։ Դու սրանց չես կարող, որտեղ իրանք կայացած են, պլյուս միլիարդներ են դրել այդ տարածքի վրա։ Դու քանի գլխանի ես որ նրանց հանես տանես աշտարակ։ Իսկ եթե իրանք հիմա մնում են եւ ասենք պետական համալսարան մանկավարժական պոլիտեխնիկը դուրս են գալ, նրանք դառնում են մոնոպոլ։ Այսինքն ես արդեն շահագրգռված կլինեմ իմ երեխային տամ ֆրանսիական կամ ամերիկան, ոչ թե ուղարկեմ աշտարակ, որ դեռ չգիտեմ ինչ է։ Եվ սա հիմնական գերմանական ծրագիր է, գերմանական պրոյեկտ ակադեմիական, բայց հենց գերմանական ուսումնասիրողները եւ բաներ հաշվարկանողները ներկայացրել են, որ այդ պրոյեկտը Հայաստանը չի կարող անել։ Ֆիզիկապես չի կարող, արդյունավետ չէ, բովանդակային առումով բացարձակ ուսումնասիրված չէ, այսինքն դա մի հիմար պրոյեկտ է, որը չի իրականանում։ Եվ գիտեք ինչն է տարածված, շատ է զայրանում այսպես բողոքում մտավորականների դասախոսների վրա, քիչ է ձայնանում։ Չէ որ գիտեք, որ Երևանը այսօր ծաղկում է իր ուսանողական այդ ակտիվությամբ, ժպիտով, համերգներով, գրադարաններով, հենց այդպես է սարքած Երևանը, որ մատենադան լինի, կամերային լինի, համերգասրաններ լինի, բոլոր այստեղ կենտրոն երևում են, դրա հաշվին երեխեք աշխատում են։ Դրա հաշվին նաև սիրահարվում են, ամուսնանում են, շփվում են, կյանք կա, միջոցառումներ կա, հյուր են հրավիրում եւ այլն, կամ վիրահատություն են անում, այստեղ վիրահատություն անողը ոնց է գնալու աշտարակում աշխատի։ Բոլորը գիտեք ինչ են ասում։ Չեն բողոքում նրա համար, որովհետեւ գիտեն որ այդ ծրագիրը չի լինելու։ Այսինքն ոչ մեկը չի մտածում, որ այս մեգա հիմար պրոյեկտները նիկոլական իրականություն են դառնալու։ Բոլորը դրա վրա են։ Բոլորը հույս ունեն խաղաղության պայմանագիր պես չի լինելու, ադրբեջանցիք չեն գա, այդ հայցերից հետ չեն կանգնի, ռուսների հարաբերությունները adekvat գոնե կպահեն։ Բոլորը մտածում են, որ սա ոչ մի բան է։ Եվ դրա համար հիասթափված են։ Դա համար ավելի շատ կոտրված վիճակն է, քան անգամ պայքարի կամ պաշտպանելու վիճակն է իշխանությունների։ Սա է ընդհանուր վիճակը, սրանք շատ լուրջ մարտահրավերներ են։ Մարտահրավերները, որոնք քայքայում են մեր երկիրը, քայքայում են հասարակության միասնությունը, համերաշխությունը, որը ստեղծում է մի վիճակ, որ անգամ սանից վատ ծանր վիճակ լինելու դեպքում քաղաքացին չի կանգնելու երկիրը պաշտպանելու, քաղաքացին չի իմբոստանալու, գնալու իշխանությունների գլուխը ջարդի ասես ինչ եք անում իմ երկրի հետ, իմ անկախ երկրի հետ։ Եվ այս վիճակում երևի սրանով ամփոփեն քաղաքական ուժերին կրկնում եմ մնում է ընդհանրապես մեկ գործ։ Ոչ թե մտածել ով պետք է գալ իշխանության, որ ուժ եկավ, ով եկա, բոլորը այդ են հարցնում, ով է լինելու հաջորդ բանը, որ Նիկոլին քշեն։ Խնդիրը պետք է այսպես լինի, ոչ թե Նիկոլին են քշում, այլ նիկոլիզմն են քշում, այս ձևի երկրի նկատմամբ վնասարար մոտեցումն են քշում եւ պետք է բոլոր քաղաքական ուժերը մի կետի շուրջ համախմբվեն։ Իշխանափոխությունը անհրաժեշտ է, իշխանափոխությունը երկրի փրկությունն է, երկրի պետականության պահելն է, եւ եթե դու մտածում ես այսպես, որ երկրի պետականության պահելը գերխնդիր է, ապա երկրորդական է դառնում, որ կուսակցությունը կգա կամ ով կգա, քաղաքական ուժերը պետք է նախ ժողովրդին ոգի տան, տրամադրեն քաղաքացի լինելու եւ դրանից հետո համախմբվեն խնդիրը լուծելու։ Իսկ խնդիր լուծելը կրկնում եմ, դոմինանտ խնդիրը Նիկոլից ազատվելը չէ, դա պուճու խնդիր է, դա անհրաժեշտ խնդիր է։ Դոմինանտ խնդիրը երկիրը այս վիճակից հանել,
եւ պատմական այս փուլում հանկարծ այնպես չանել, որ երկրի պետականությունն ու անկախությունը կորցնի։ Երկրի պետականության պահպանությունը, մեր սուվերենության պահպանությունը այսօրվա Հայաստանի հասարակության եւ քաղաքական հասարակության թիվ 1 խնդիրն է։ Շնորհակալ ենք, պարոն Մանուկյան։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն էր։